Այսպես խաղի վերջին րոպեներին գրավելով մրցակցի դարպասը Նոան ապացուցեց հայկական ակումբային ֆուտբոլը կարող է մրցունակ լինել եվրոպական հարթակում։ Նոա Լեգիա խաղի մեկնարկից 3 րոպե անց լեհական ակումբը բացեց հաշիվը, թվում էր փոխվել է խաղի ամբողջ ընթացքը։ Այնինչ Նոան պատրաստվում էր պատմական հաղթանակ կերտել եւ դառնալ հայկական առաջին ակումբը, որն անցավ կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆ փուլ։ 57 րոպե շարունակ խաղատախտակին 0-1 հաշիվներ, սակայն Վազգեն Սարգսյանի մարզադաշտում հավաքված երկրպագուները չէին դադարել հավատալ Հայաստանի գործող չեմպիոնի հաղթանակին։ Կարգապահ պաշտպանությամբ եւ վերջին արդյունավետ հարձակումով 84-րդ րոպեին Նոան առաջ անցավ հաշվում, հայ երկրպագուներին պարգևելով աննկարագրելի էմոցիաներ։ Եվ վերջ, հնչում է Սուլիչի ձայնը, արձանագրում Եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆ փուլի ուղեգիրը ապահովված է։ Հաղթական տրամադրությամբ Նոան եւ երկրպագուները մեկնեցին Լեհաստանի Լյուբլին քաղաք մրցելու Կիևի Դինամոյի հետ։ Հանդիպման մեկնարկին բոլոր գործողությունները ծավալվում էին Դինամոյի դարպասի մոտ, սակայն Ուկրաինայի ամենափորձառու թիմը շուտով արագ հակագրողներից մեկի ժամանակ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ Հանդիպման հաջորդ րոպեներին, չնայած Նոայի հակագրողներին, Դինամոն հաղթեց, սակայն նրանց դեմ պայքարն ընդգծեց Նոայի անցած ճանապարհի բարդությունը եւ ձեռքբերման արժեքը։ First of all, I would like to congratulate to my players. Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին պատմական նվաճման, play-off դուրս գալու առթիվ։ Սա իսկապես մեծ հաջողություն է եւ ես շատ հպարտ եմ դրա համար։ Առջևում նոր մարտահրավերներ եւ պատմական հաղթանակներ են։